Են հիշում եք, որ մի ժամանակ ասում էին, որ մարդ ներվայնա նմա, դառնմա խմող, ներվայնությունից խմեցի հանգստացա, կամ չգիտեմ, ծխում են հանգստանում են, կամ դարդից էլ ուրիշ բաներ են անում, հիմի ես էլ փաստորեն հենց ներվայնանում եմ, դառնում եմ բլոգեր, ուրեմն երեք ամսի մեկն էր, մարտի մեկն էր, գարուն էր, այս Facebook-ը բացեցի, ամենտեղ գարուն, սիրուն, ծաղկած, չգիտեմ, գույն էր, տրամադրությունս բարձրացավ, այդ ասեցի գարնան առաջի օրվան շնորհավոր ինքս ինձ ու գործ ունեի, դուրս եկա տնից ու խնդրեմ Мы бежали на другой конец города, на этой. Հիմի կասեք, հիմի գիտեք մի հատ էլ խաղ կա այս սոցցանցերում, մի շատ են խաղում, ստրյոմ իլի նորմ, նորմալա թե նորմալ չի, հիմի ես այդ խաղը ձեր հետ եմ ուզում խաղամ, ժողովուրդ ջան, նորմալա, որ մի մարդ, որը որ նու այդ մարդը ես եմ, ունի այս պահին հնարավորություն ապրելու իրա շատ սիրած քաղաք Վանաձորում, որը որ հա կարող է շատ սուպեր-պուպեր քաղաք չի, բայց այդ մարդը իրան այնտեղ կոմֆորտնի ազգում, շատ։ Ну как минимум ունի նաև հնարավորություն ապրելու Կրասնոդար քաղաքում, որը որ էլի վերջին տարիներին շատ սիրուն քաղաք է դարձել ու նաև իր ինֆրաստրուկտուրայով, իր այդ քաղաքաշինությունով, իր պարկով, Կրասնոդարսկի պարկով, ну, в общем, հաճելի է ապրելը այդ մարդը արդեն 3 տարի արդեն սենց ուպորնի տեղափոխվում այս քաղաքից, որում որ ապրելա 25 տարի ու այսօր էլի էստեղ ապրեմ, հիմի կասեք, բա եթե այդքան վատներ, ասենք ես որ ունեմ ձեզ տեղը կհարցնեմ, կասեմ դե եթե այդքան ահավորերը տեղ ապրելը, այն ինչի էր 25 տարի ապրում, կամ ովա ոտու ձեռդ բռնում, դուրդ չի գալիս գնա, բայց ну, երևի դուք էլ եթե ունեք այդ հարցը, բաժանորդագրվեք իմ էջին ու ես կամաց մանրից կպատմեմ, ոնց խի, բայց մեկ էլ խնդրում եմ ժողովուրդ ջան, եթե պատվիսկա եք անում, ոչ թե իմ անձնական էջին, այլ խմբին, վերադարձ Վանաձորը անունը, ես այդ սիլկեն թողում եմ այս վիդեոյի տակ, առաջի կոմենտարիայում, խնդրում եմ այդտեղ սեղմեք ու միացեք ոչ իմ էջին, այլ խմբին, դա շատ կարևոր է ինձ համար։